Որտե՞ղ եք գրել։ Ինչի մասին է նավակը։ Ինչի մասին է։ Բադրամարը եկել ենք, որտեղ պատասխանած նամակ կա, գանցտեղում վերցնենք պատասխան։ Ինչի մասին է զլասի։ Որ հապտեղով հիվանդին փոխհատուցում չտվեցին, որ իրար գումարը կուտականից փակել բանկի բանկեր, որը առաջացել են բուժման հետևանք։ Դե չգիտեմ, պարտավոր մտնում է։ Տարի առաջ։ Կառավարության նախարարությունից հանձնաժողով է եկել։ Հաստատությունն կարող է։ Բայց եթե օրենքով է, եթե օրենքով հասնը չի կարա հետ չկա։ Այդպիսի օրենք չկա, պետք է չորոք կարգի հապտում է։ Դե որ օրենք չկա, առանց օրենքի ո՞նց անում։ Հիմա իջրան եկել, ամեց են վերել։ Եկ պա։ Ամեց են։ Չնանց ուշանում ենք, բայց ես ասում եմ։ Ես կոմից առաջի մոտ երորդ հարկ։ Ոսա Որ հարկ է։ Ես սպասում ես։ Հասկանալ կողմ աշակերտում բարձրանում է, հասկանալ երով մասնակ է Ստեմա։ Այո, բանից ես իմանց ես։ Ինչ ենք եկել։ Ուղղակի ուզում ենք ձեզ տեսնեինք։ Այստեղ։ Բարև ձեզ։ Անցեք նստեք։ Համեցեք։ Բայց մենք եթերը միացած։ Ոչ մի խնդիր չկա, եթե պարոն։ Ինչ չէ հազում։ Ոչինչ, ես եմ ադում։ Ասեք թե տեսնենք։ Ասեմ, ես պարոն Փաշինյան։ Տիկին Ավանեսյան։ Որոսանն է չուր։ Համեցեք, նստեք։ Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Համեցեք։ Կներեք իհարկե, ուղղակի ես Դրանք ինչ այլ։ չի ուզեն այսպես ստացել մեր հանդիպումը, անկեղծ։ Բայց ինչ կա, տան խոր։ Նստեք բան։ Նստեք, խնդրեմ։ Ոչինչ որ ես քանով։ Իհարկե, նստեք։ Հա։ Ուրեմն ես ինքս անցել եմ հաշտեղով հիվանդության փուլի, վիրահատություն, ճարագայթային հաղթահարում։ Բա սկսենք լավ Նորություն է այնքան ով է լավ, որ փառք Աստծո, շնորհակալ եմ բժիշկներից եւ այլից, բայց այս համակարգը շատ կիսատ է։ Իրոք է, բայց բուժման ընթացքում դուք բաներ պետպասերով արել, ճիշտ է։ Այն ժամանակ ես կուտակել եմ մեծ պարկ, ես 15 թվականին եմ վիրահատվել, 15 թվականին վիրահատվել եմ, անցել եմ ճարագայթային քիմիոթերապիա 4 կուրս, այդ թղթերը բոլորը կար, ձեր նամակներում էլ կար, այն ժամանակ Տիկին Աննայի ֆոնդին էլ էի գրել, սոցիալ-նախարարությունն էլ էի գրել, կուտակայինում էլ էի գրել, որովհետև ունեմ կուտակայինում ահռելի մեծ գումար, որ կարող է այդ փողով ես փակեի իմ հավաքված պարտքերը, ես ինքս ամուսնացած եմ երեխա ընտանիքն իմ եղբայրները ինձ սպառում են, սաղ ասում, բայց նա պարտական չէին, որ իմ այդ ամբողջ ահռելի կորացած գումարը որ մամա բավականին լուրջ մանեն ու այդ կարգի հիվանդների համար ավելի մեծ աջակցությունը նախարարինը, որպեսզի հիվանդը մոռանա իր այդ գումարային այդ հեղափոխ առումները ու դրա հետ մեկտեղ
Ես ունեի խնդիր, որ պիտի աշխատեի ու փորձեի փակել։ Տունը գրավի տակ էինք դրել, որ կարողանայինք, հա, այս տունը, որ կարողանայինք այդ հարցերը լուծեինք, Փարքանսու լուծեցինք եւ այլն ու մնաց այդպիսի վիճակ, որ երբ որ ես աշխատանք չունեի քիմոթերապիա եւ այդ բուժումից հետո մարդը այդքան էլ առողջական լավ վիճակում չի լինում ու ժամանակ եկել որպեսզի ես աշխատանք գտնեի։ Այդ ժամանակ ես չէի աշխատում, բայց ունեի կուտակային ֆոնդում մոտ $7,000 ծավալ փող։ Հիմա էլ դիմում։ Համարյա որ կոմենալ դեք որը։ Հա, գիտեմ, հարավան դիմել է ահագինա, նես։ Բայց հիմա կարգավորում ուրեմն չի նախատեսվում։ Տեսեք, ես կարդացի, ասում եմ, որ դեպքեր մա նախատեսվում։ Հիվանդությունների կոնկրետ ցանկ, որը հիվանդությունների Պարոն Փորոսյան, ես մենք գնահատում ենք ապուդեյով, եթե համապատասխանում ես պատմեմ ինչի որ ես նորից նայել, ճիշտ է։ Հիմա ասեք, ես ժամանակը դիմեցի, սոցիալ դիմեցի ինձ պատուհանից դուրս շպրտեցին, ասին պետքա պատուհանից դիմել այդպիսի օրենք չունենք, բայց ես կարդացել էի կուտակայինի, ես օրենքները բավականին շատ ուսումնասիրած մարդ եմ։ Կարդացել եմ, որ քաղցկեղով հիվանդության դեպքում որոշ կետերում տրամադրվում ու երբ որ ես աշխատանք չունեի, այդ օրենքներն է, որ հիմա կիրառում եք, շատ լավ եք անում, որ կուտակայինի գումարը հետո տարվեն իրանց ընտանիքներին, բայց հաշվի առեք, որ մարդիկ կան, որոնք ընտանիք չունեն, օրինակ ես մենակ Ավչյան։ Տիկին Ավչյան, տեսեք, նախարարը ասեց, որ կա հիվանդությունների կոնկրետ ցանկ։ Հիմա մենք ինչ կանենք, քանի որ ես էլ ասեցի, կես կատագորիկ են ընտենենք, ինչ չպատասխանենք, դիմենք պատասխանենք։ Հիմա կնայենք, եթե, բայց ուղղակի եկեք մի բան պայմանավորվենք, եթե օրենքի կարգավորումը հենց էդի որ չեն կարող տալ, դե չեն կարող։ Օրենքում գրած էր, որ քաղցկեղով հիվանդ դեպքում հանձնաժողով ստեղծեց, ինչ էին ստեղծում։ Այդ երբ որ թվին։ Եվ 18 թվականին։ Ես զանգեցի սոցիալ, զանգեցի առողջապահություն։ Իմ տպավորությունը այն է, որ օրենքի կարգավորումը եթե թույլ տալ, որ վերադարձնենք, վերադարձնենք։ Օրենքի կարգավորումը թույլ չկա։ Օրենքի մեջ գրած է, նույնիսկ հիվանդանոցից էին ներկայացուցիչներ կա, որ գրած է, որ քաղցկեղով հիվանդ, ինվազիվ, այսինքն 4-րդ կարգ։ Եթե մարդ չունի 4-րդ կարգի հիվանդություն, չէ, սենց հասկանամ։ Եկեք ինձ մի հատ լսեք, ես շատ ուղղակի այս 8 տարի ես մեռա դռները ծեծելով, ես մեռա պատուհան, ես ինքս աշխատող եմ, նես չի, հիմա էլ աշխատանք չունեմ, բայց այդ ժամանակավորը այնպես չի։ Ուզում եմ ասել, պետք չի մարդուն թողել այն վիճակում, օրենքը գնում են, որպեսզի մարդու կյանքը հեշտացնեն։ Օրենքը չեն գնում մենակ հարկեր ահավաքել, մարդուն գցեն նրա ապրումների մեջ, որ ինքը չիմանա հաջորդ ամսվա հարկը որտեղից համուծելու, որը առաջացել է որտեղ ռեստորաններում ուտել խմելուց, այլ ընդհանրապես առողջության հետ կապված հարցեր լուծելուց։ Ես ընդունում եմ, որ բավականին մեծ փոփոխություններ ա եղել, ես ինքս ուսումնասիրել եմ, որտեղ հիմա էլ այդ խնդիրը ունեմ, որ ես վարձով եմ ապրում այս տանը, ունեմ գումար, որը իմ ժառանգությունից ինձ մնացած փայ է, բայց դա չի հերիքում, եւ ունեմ $20,000 կուտակայինում այսօր, բայց ես չեմ կարող ինձ բնակության հարց լուծեմ, որովհետեւ այդ կասեն, մտածում եմ, որ գնամ դիմել, կասեն այդպիսի բան չկա գրած, $20,000 կտանք 65 տարեկանդ լրանալուց, երբ որ ես հանձնաժողովին հարց տվեցի, այս իմ փաստաթղթերն է, ես բուժում եմ անցել, առողջապահության նախարարության ներկայացուցիչին ասի, հիմա ես 40 տարեկան եմ, հարց եմ տալի, դուք երաշխավորում եք, որ ես 65 տարի կապ կլինեմ, կապրեմ ու դուք ինձ նրանց հետո արժանապատիվ թոշակ կտաք, ասում է չէ, ոչ ոք չեն կարող երաշխավորել, բայց հիմա ես քրեքաշ ապրում եմ, ես հարաբերական Սպասեմ ինչը 65-ը զգան, ես կարողանամ ապրել, պարոն Աշինյան, կներեք, միգուցե սխալ եմ արտահայտում, ովքեր եմ արտահայտում, ուղղակի այդ կատեգորիայի հիվանդներին պետք է ուրիշ աչքով նայել։ Չպետք չի ստեղծել, ինձ պետք չի, որ ես $20,000 ուտեմ իմ հաշվին, ու ես ասում մտածեմ որտեղից կուրս չանեմ, որտեղ ռեզումե ուղարկեմ, որ բացարձակ բանիտեղ չդնեմ։ Բոլորը ունեն այդ փողը։ Ես հասկանում եմ, ես ընդունում եմ դա այդ փողը։ Այսինքն բոլորը ունեն այդ փողը։ Ես եմ ունենալ Ես հասկանում եմ, բայց դուք իմ նման հիվանդության միջով աստվածչալի չեք անցել։ Ես իհարկե ձեզ եմ ցանկանում առողջություն։ Այո, առողջություն բոլորին մտել։ Հիմա ես ընթացքում ուզում եմ ցանկանում կարող հենց հիմա ինձ կարողան թե որ դեպքերում ա, բայց մասնագետները գնահատում են յուրաքանչյուր կոնկրետ։ Հա, ինձ ասացին դուք չեք գնացել, դուք պետք է գնաք շաքար ունենալ, չգիտեմ ինչ ունենալ։ Ռեստորանի փող չէի ուզում։ Եթե մենք ինչ-որ բան սկսենք, պետական Ես խնդրում եմ, ասում եք փոխանցեք։ Մենք կարող ենք նորից գնահատել ամբողջությամբ մոդելի։ Հիմա ես էլ չեմ գնում բժշկի։ Ոչ մի տեղ չեմ գնում, որովհետև
չունեմ այդ գումարը, չեմ էլ ուզում գնալ, որովհետեւ Գնամ, տեսեք։ Այդ կൂട്ടակային համակարգի ամբողջ իմաստն է, եթե որ հետո լավ ապրեն։ Չէ, մի րոպե։ Հետո որ թոշակի համար գումար կուտակվի, թոշակի համար գումար կուտակվի։ Դրա համար համակարգը կառուցված անեն, որ բոլորը կուզենան, բոլոր առիթներով իրանց գումարները հետ վերցնեն։ Ես ընդունում եմ, որ կան առանձնացում։ Ես չեմ ուզել, ասել եմ վարկս փակեք, հանգիստ չեմ։ Չէ, մի րոպե, ինչ տարբերություն կա։ Դրա համար հենց կուտակման իմաստն է, որ եթե շատ Ծայրահեղ ինչ-որ։ Ծայրահեղը համարվում է մարդը մահամերձ։ Չորրորդ կարգը, բայց եթե մարդը ամեն ինչով անցել է։ Օրենքը ընդունվում է այն պահին, երբ որ ձեր դեպքը դեռ չկա։ Ձեր դեպքը դեռ չկա։ Օրենքը ընդունվում է, դուք գնում եք դիմում եք, պաշտոնյան նայում է։ Ձեր դեպքը այդ օրենքով գրածին համապատասխանում է, թե չէ։ Եթե համապատասխանում է, տալիս է, եթե չի համապատասխանում, չի տալիս։ Այսպիսի դեպքեր չենք ունեցել։ Այսինքն միայնակ մարդը որին ընտանիքը կարա չփակա, որ չի տեսեք, մենք ինչ կարող ենք անել, մենք կարող ենք ձեր դեպքը նորից վերանայել, եթե պիտի տային եւ չեն տվել, դա կարելի է ուղղել, բայց եթե օրենքի կարգավորումն անես, որը ձեզ համար չի միայն ընդունվել, կարգավորումը Պաշտոնյան, ով որ կստորագրի, որ այս փողը տան, հետո այդ մարդը ինքը խնդրի առաջ կկանգնի։ Հասկանում եք, օրենքը միշտ էլ ունի սահման։ Կա սահման, այս sense սահմանը գծած է, եւ միշտ ինչ որ մի հատ դեպք կա, որ այդ սահմանի եզրին է, մի միլիմետր է հեռու այդ սահմանի։ Ամենայն հարգանքով ես հասկանում եմ ձեր վրթովմունքներ, հուզմունքներ, ցավներ, բայց եթե տենց չլինի, այդ կൂട്ടակային համակարգը չի կայանում։ Ես հասկանում եմ, ես այն ժամանակ ժողովի ժամանակ հանձնաժողովին ասել եմ, որ 20 հոգանոց է, շատ լավ անունները չգիտեմ, բայց բոլորին հիշում եմ, բոլոր տեղերի, որովհետև անմիջապես դիմել է, որտեղ գնացել է սոցապ, ասել են դիմել առողջապահության նախագծին, գնացել են առողջապահություն, ասել են գնացել կൂട്ടակային ֆոնդ դիմել, գնացել այդպես ամբողջ մի ամիս ես այդ կարգավիճակով ճառագայթ ստացած հույսս հիմա հանգի ժամանակ 120 նախատում այդ ճառագայթ այդ քիմիոթերապիայից հետո է։ Մայք ձևակերպեք։ Չէ, ուզում եմ ասեմ բոլոր հանձնաժողովի անդամների ներկայության դեպքում ես ասեցի, ես ապրելու գումար չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ հնարավորինս այդտեղ գրած է, չէ՞, բարկը փակեք, երբ որ մարդիկ չունեն, հետո կաշխատեմ, էլ այդ կուտակայինում ավելանալու է, չէ՞, վերջի հավաշվով։ Ին հավճան։ Բայց այդ հանձնաժողովի մասնակցները մեծ մասը բժիշկ են, չէ՞։ Ես չեմ անում։ Իրանք գնահատում են զուտ առողջության համապատասխանությունը այս բանի ոստեղ գրած։ Վարկի համապատասխանություն չէ։ Չէ, վարկը չէ, իրանք զուտ ասեցին, դուք այդ կարգավիճակում չեք գտնվում։ Ահա, դուք այդ կարգավիճակում չեք գտնվում, բա ոնց կանեն այդ։ Ես էլ ասում եմ, որ կարգավիճակում 4-րդ կարգը, եթե լինեմ քաղաքելով Իվան 4-րդ դասի, որ էլ ինձ ընդհանրապես պետք չէ ներկում։ Ես էլ եկեք մի բան հասկանում։ Այդ կարգավորումը ընդունվել է միջև ձեր դեպքը։ Այսինքն օրենքը ընդունվել է տենց։ Ես ուզում եմ, որ ես նույնիսկ մի անգամ գրել եմ, որ այս հարցը բարձրաձայնում եմ, ուզենալով, որ այն մարդիկ, որոնք գտնվել են կարգավիճակում, հետո այդ ապրումների մեջ չընկնեն, որովհետեւ դրա համար մենք առողջության ապահովության համակարգ ենք ներդրել, որ նրանք ովքեր ձեր վիճակում Աստված չանի, դրանեն այդ դեպքերը չընկնեն, որովհետեւ ծախսի մեծ մասը, եթե ոչ բոլորը, կառավարությունը պետական բյուջեն ծածկում է։ Հիմա էլ եմ ասում, ձեր ներողություն։ Հիմա որպեսզի ամփոփեմ, ձեր դեպքը նորից կնայենք, բայց եթե օրենքի կարգավորումը տենց է, որ չի ասում, մենք ուզենանք էլ չենք կարող փոխել։ Հիմա ներողություն, հետին թվով փոխենք էլ չենք կարող։ Ես խնդրի չունեմ, ես հիմա էլ ասում եմ, օրենքները գրում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այդ կൂട്ടակային ֆոնդում դուք չես, ովքեր որ այս օրենքը գրում են, գրել են մարդու մահից հետո գումարը փոխածում է իր ժառանգներին։ Ես հիմա ժառանգ չունեմ, հարց եմ տալու, չեմ ուզում, որ ինձանից հետո, որովհետև այդ ֆոնդը դրա համար է, որ երբ որ մարդու թոշակային տարիքը դրանա, ինքը թոշակ գումար ունենա ապրելու համար, որովհետև հիմա եթե թողենք, բոլոր ես էլ կարամ մի կարիք կնիկ, ասեմ իմ փողը հետ կտեմ։ Ես չեմ ուզում դրա համար։ Պարոն վարչապետ, նայեք, ձեր դեպքում, չէ՞, հենց ամենակարևորն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն երեխաներ, ավելի անկախ լինեն հենց այդ տարում։ Ես հիմա ոչ աշխատանք եմ գտնում, բարձրակում կրթություն ունեմ, նես չի, որ չեմ աշխատել, ես գինեգործ եմ, տարբեր գործարաններում եմ աշխատել, ամիսներով աշխատավարձ չեն տվել, դրա համար դուրս եմ եկել,
որովհետև 3 ամիսը մեկ, 4 ամիսը մեկ աշխատավարձ եմ ստացել։ Չեմ ուզում եմ հարցին լուծում տանք, ուզում էի որ թեկուզ այն հարցը, որ ես այսօր ունեմ խնդիր, բայց բնակության բան չունեմ, ես այսօր Վարձով եմ ապրում իմ այս տանը, իմ հայրական տունը ստիպված վաճառել են, առանձնացել են եղբորս հետ, ես Վարձով եմ ապրում, ես աշխատանք հիմա չունեմ, ես չեմ ուզում ինձ աշխատանք տալ, ես տարբեր տեղեր ռեզումեներ ուղղar, ես ուզում էի, որ իմ այդ հիվանդությունով մարդկանց, որոնք չունեն ժառանգներ, նրանց հարց է լուծվի, որոնք ոնց բացատրեն, ես ձեր գումարը տային, դու գայիք հասնեք, դու կենսաթոշակ։ Ես հիմա էլ եթե դիմեմ, հա։ Ու ձեզ կենսաթոշակ չտային, դա ավելի ճիշտ է։ Իսկ լավ է, որ ես 40 տարեկանից քրքաշ 14 ժամով աշխատել եմ, որ ապրեմ, վարկս փակեմ, չգիտեմ, իմ գոյատերից ուսուցարեմ։ Ես աշխատել եմ, շատ լավ եմ աշխատել, իմ ոլորտում շատ լավ ճանաչում եմ, պարոն Փաշինյան, ես գլուխ չեմ գովում, բայց ես այն մարդկանցից չեմ, որ գնամ, չգիտեմ, ոնց բացատրեմ, ես ուզում եմ, որ օրենքը հստակ լինի հիվանդների համար, հստակը այն դեպքում, որ եթե մարդիկ ժառանգ չունեն, ինձ թուղթ ասում է, դուք որ սոցիալի նախարարության ներկայացուցիչ ասում է, դուք որտեղից այս ինֆորմացիան եք տիրապետում, ասում կարդացել եմ օրենքը։ Իրանց թվում է, թե այսինքն այդ մասից այն կողմ բոլոր հանգրակետները չեմ հասկանում։ Եկեք ամփոփենք մեր խոսակցությունը հետևյալ կերպ։ Մենք ձեր դեպքը նորից կնայենք, եթե օրենքի խախտումը թույլ տրվել եւ ձեզ օրենքի խախտումով չեն տվել այդ գումարը, դա լուծվող հարց է, բայց եթե օրենքը կարգավորված է, հիմա այդ հարցը լուծում չունի, ես չեմ կարող ձեզ խաբել, այդ հարցը լուծում չունի, որովհետեւ միջև ձեր դեպքը առաջանալ, այդ օրենքը տենց ընդունվել է։ Եվ ասում են դրա տրամաբանություններն է, որ մարդիկ հասնեն 65 տարեկան, թոշակի գումար ունենան, բազային թոշակը ինչքան մենք դնում ենք, մի հատ դրա վրա ավելանա։ Բայց ես հարց եմ տալ առողջապահության նախարարությանը, 4-րդ կարգի աստված չանա։ Հարց եղավ հիվանդը, որը 36 տարեկանում անցել է այդ փուլը։ Դուք երաշխավոր օրենքը կհասնի 65, հետո կստանա արժանապատիվ թոշակ։ Ասել եմ ոչ, ասել եմ այդ փողը իմ ինչին է պետք, եթե այսօր ես աշխատանք չունեմ, ապրելակերպ չունեմ, ոնց եմ անում, ուսերը բոլորը չէ, բայց դա դրա համար 65 տարեկանից հետոյի համար նախատեսված գումարն է, այդ գումարը աշխատում է տոկոս է գալիս, ձեր տոկոսի վրա տոկոս ավելանում, որ 65 տարեկան դա կոչվում է կൂട്ടակային կենսաթոշակային համակարգ։ Ինձ ասել են։ Եվ ներողություն, օրենքով սահմանված դեպքերը կա, թե որ դեպքում է տրվում մարդու։ Հա, քարտկեղով հիվանդ, ինվազիվ, չգիտեմ ինչ, այսինքն այն որ այլևս այդ մարդու ապրելը մանեկան աստիճանաբար հավասարում է 0։ Հիմա ձեր պնդումը ինչ է, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել։ Ես ասում եմ, որ ինձ չեն տվել, նաև ինձ պատշաճ վերաբերվում, երբ որ ես դիմել եմ պետական ատյան, այդ ոչ մի չեմ ուզել հատուկ ուզել եմ իմ հարցի նորմալ Դիգինա, ձեր պնդումն են, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել։ Այո, ինձ հասնում է, օրենքը իսատագրած, որովհետև գոյություն ունեն մարդիկ Հայաստանում, որոնք ժառանգ չունեն։ Տիկին Աղջան, հիմա եթե ձեր պնդումն են, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, մենք կնայենք, եթե օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, դա ուղղելի է։ Եթե հասնում է, բայց կարող է պարտի, որ օրենքով չեն հասնում, չեն տվել։ Ինչքան էլ դա կարող լավ չհնչի, անարդար հնչի եւ այլն, բայց դա ձեզ համար ձեր դեմ չի արված, այլ դա օրենքի կարգավորումը, պաշտոնյան չի կարող հասնել օրենքի, անցնել օրենքի կարգավորումը, որովհետեւ եթե անցնի, վաղը իրավեն քրեական գործ կհարուցեն, կտանեն, կդատեն, կասեն դու իրավունք չունես սա։ Սրա մասին ամենաճիշտ տարբերակը։ Եկեք մենք ներողություն ենք խնդրում ձեր ապօրինների համար։ Իմ ապօրինները արդեն 15 թվականից են։ Հա, բայց ներողություն ենք խնդրում ներխուժելու համար, բայց կնայենք, եթե օրենքով սխալ է տեղի մեջ է փոխի։ Նայեք, որ հիվանդներ այդ ապրումների մեջ չունեն։ Ցանկացած գիտեք ապրումը մեծ չի խնդիր, բայց էլի է։ Չէ, ապրումը մեջ է։ Ապրումը ապրում, բայց օրենքի կարգավորումը օրենքի կարգավորում։ Իհարկե։ Օրենքները գնում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այո, բայց մի մարդը հենց այդ ենք ասում, որ երբ որ այդ օրենքը չլինի, 65 տարեկանից հետո այդ մարդկանց կյանքը չի հեշտանա, այս Ես 40 տարեկանում չեմ ապրել, 65-ից ապրել լավ պետք չի։ Տիկին Աղջան, հիմա ասեք ինչ անենք։ Ներողություն ոչ մի բան։ Դուք մեծ ձեր համար գնացինք ստեսություն։ Բարեցես։ Ոնց չի։ այս մտեք։ Չէ, արդեն դուրս ենք։
Այդ ձեր տունն է։ Ողջույն եմ միացիս։ Բարև։ Մեկ էլ որ ապրիլի 24-ին հիշնում էիք թերթը ձեռքս։ Հա, եղբայր։ Ուզեմ ասեմ, միշտ ձեռքը խերով է։ Շնորհակալ Ձեզ հաջողություն։ Լավ եղբայր։ մի հատ նկարենք ուջուրին ձերել։ Հաճույքով։ Կգաս, բայց ինքը ուզում է։ Կգաս իմ մոտ։ Այ սենց կանգնենք նկարվենք։ Մի հատ նայ։ Լավ։ Մի հատ էլ մեզ նկարեք։ Լավ եղեք, շնորհակալ ենք շատ։